Համարանիշի գեղեցիկ համադրության համար այսուհետ այլևս պարտադիր չէ սպասել միայն աճուրդին։ Ներքին գործերի նախարարությունը ընդլայնել է մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը ներառելով նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են 0 թվեր։ Ներքին գործերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այս տարբերակներն են ամենապահանջվածը քաղաքացիների շրջանում, մինչդեռ դրանց առաջնային ձեռքբերման կարգը մինչ այժմ ամբողջությամբ իրավական կարգավորում չուներ։ Համարանիշի մի կողմում դա կլինի 2 նիշ կամ 3 նիշը, թվերի մասին է խոսքը, միշտ գտնվում են զրոները։ Ֆիզիկական անձնասպառագայում գիտեք, սկզբից 2 զրո է, իրավաբանական անձնասպառագայում 3 զրոն է, կամ 2 նիշ եւ 3 նիշ համապատասխանաբար։ Լատինական տառերը, ինչպես բոլոր պարագաներում, կարող են լինել նույնը, այսինքն կրկնվող կամ տարբերվող։ Մյուս կողմում թվերից կամ նույն թիվը կրկնվում է, ասենք 3 հատ 1, կամ 2 թիվ կա, որոնցից մեկն է կրկնվում, ասենք 121։ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը միաժամանակ ընդգծում է. խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներին։ Դրանք, ինչպես նախկինում, հնարավոր կլինի ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մինչդեռ մեծ պահանջարկ ունեցող համարանիշները քաղաքացիները կկարողանան ստանալ առանց աճուրդի սահմանված ընթացակարգով։ Գերատեսչության կարծիքով հենց այս երկու հասկացությունների տարբերությունն է հաճախ շփոթեցնում քաղաքացիներին։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում միշտ առկա է կամ 4-0 եւ 1 թիվ, կամ 5-0։ Սա բանաձև է, սա ամրագրված է։ Ինչ վերաբերում է համարանիշների գներին, ապա գնային սեգմենտը 250,000-ից 8 միլիոն դրամի միջակայքում է։ 250,000 դրամի սեգմենտում այսպիսի համադրություն ենք ավելացրել 00 պլյուս մինուս XXY։ Այսինքն, ինչպես ես նշել եմ, մի կողմում 0-ն է, սա ֆիզիկական անձանց հատկացվող համարանիշ է, 2 հատ 0 մի կողմ, պլյուս մինուս նշանակում է տարբերվող լատինական տառեր, XXY իմ ասածն է, XX-ը կրկնվում է դա նույն թիվն է, Y-ը տարբերվող թիվն է։ Օրինակ, պատահականության սկզբունքով 00 A AB լատիներեն եւ 771։ Պահանջարկն արդեն արտահայտվում է նաև թվերով։ Տիգրան Գևորգյանի ներկայացրած վիճակագրության համաձայն ընդամենը 3 օրվա ընթացքում նոր չափորոշիչներով տրամադրվել է 224 մեծ պահանջարկ ունեցող համարանիշ, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 234 միլիոն 400 հազար դրամ։ Իսկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդներից 2024 թվականի փետրվարից մինչ այսօր վաճառվել է 49 համարանիշ, ապահովելով 892 միլիոն դրամի մուտք։ Հելեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։